Հնդկաստանում մեծ թափ է հավաքել խավարասերների բողոք անունը ստացած շարժումը, հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց պահանջելով Հնդկաստանի կրթության նախարար Դհրամենդրա Պրադհանի հրաժարականը։ Մի քանի օր առաջ Նյու Դելիում հատուկ նշանակության ուժերը արցունքաբեր գազ եւ մահակներ էին կիրառել խավարասերների բողոքի շարժման տասնյակ հազարավոր կողմնակիցների դեմ, երբ նրանք երթով շարժվում էին դեպի Հնդկաստանի խորհրդարանի շենք։ Ոստիկանության տվյալներով բախումների ժամանակ վիրավորվել է 60 ցուցարար եւ 118 ոստիկան։ Բախումներից հետո ցույցերը չեն դադարել, ընդհակառակը, դրանք շարունակվում են ավելի մեծ ակտիվությամբ։ Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են երկրի կրթական համակարգում արմատական բարեփոխումներ կատարել, պաշտպանել ուսանողների իրավունքներն ու երիտասարդ մասնագետների համար նոր աշխատատեղեր ստեղծել։ Շարժման կազմակերպիչներն ասում են, որ իրենց շարժումը կոչել են խավարասեր որպես անարդար պայմաններում երիտասարդության տոկունության եւ գոյատևման, ինչպես նաեւ համակարգային խնդիրների դեմ պայքարի խորհրդանիշ։ Ցուցարարները սպառնում են շարունակել եւ ընդլայնել ակցիաները, եթե կառավարությունը հստակ քայլեր չանի իրենց պահանջները բավարարելու ուղղությամբ։ Մենք այստեղ ենք եկել կրթության բարեփոխումների խաղաղ բողոքի համար, մինչև Պրադհանը հրաժարական չտա, մենք այստեղից չենք գնա։ Կարծում եմ Մոդին պետք է մի փոքր ավելի կենտրոնանա այն մտքի վրա, թե իրականում ինչ են պահանջում ցուցարարները, իր համար հարմար լուծում առաջարկելու փոխարեն նա պետք է աշխատի ազգի համար հարմար լուծում գտնելու ուղղությամբ եւ օրինակ ծառայի։ Բողոքի ակցիաների ազդեցության տակ կրթության նախարար Պրադհանը հայտարարել է, որ կառավարությունը պարտավոր է բարեփոխումներ կատարելու եւ հաշվետու լինելու ժողովրդի առաջ։ Շարժումը նոր թափ ստացավ մի քանի օր առաջ, երբ ոստիկանությունը հարկադրաբար հիվանդանոց տեղափոխեց 3 շաբաթ հացադուլ հայտարարած ակտիվիստ Սոնամ Վակչուգին։ Հենց նրա տևական հացադուլը դարձավ բողոքի ցույցերի հիմնական խորհրդանիշներից մեկը եւ գրավեց ողջ Հնդկաստանի ուշադրությունը։ Բողոքի զանգվածային ցույցերը նորություն չեն Հնդկաստանում։ Միջազգային մամուլը հիշեցնում է, որ դեռևս Մահատմա Գանդիի ժամանակներից հացադուլը հնդիկների համար եղել է քաղաքացիական բողոքի ամենատարածված խաղաղ ձևերից մեկը։ Բողոքի ուսանողական ակցիաները Հնդկաստանում սկսվել էին ավելի քան 1 ամիս առաջ, երբ տեղեկություններ տարածվեցին, որ մի շարք բուհերի ընդունելության քննություններից հետո տվյալների արտահոսք է եղել։ Ավելի ուշ շարժումը այլ պահանջներ առաջ քաշեց՝ գործազրկության կրճատում, տնտեսական վիճակի վերաբերյալ կառավարության հաշվետվություն եւ այլն։ Խավարասերների շարժումը վերջին տարիներին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության դեմ հանրային դժգոհության ամենաերկարատև ակցիան է համարվում։ Շարժման հազարավոր կողմնակիցներ շարունակում են փողոցներ դուրս գալ, նույնիսկ ոստիկանության հետ բախումներից հետո։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցուցարարներին վստահեցրել է, որ գիտի նրանց ուզող խնդիրների մասին։ Ընկերներ, գիտեմ, որ թղթերի արտահոսքը սովորական խնդիր չէ, 100 հազարավոր ուսանողների եւ նրանց խնամակալների համար սա չափազանց ցավոտ է։ Խավարասերների շարժումը սկսել է մասսայականություն վայելել այս տարվա մայիսին որպես երգիծական առցանց արշավ, սակայն ընդամենը 2 ամիս անց այն վերածվեց փողոցային շարժման, շոշափելով սոցիալական ու հասարակական հարցեր։ Շարժումը լուրջ մարտահրավեր է դարձել վարչապետ Մոդիի կառավարության համար։ Մամուլը գրում է, որ գործող վարչապետի քաղաքական հակառակորդները երիտասարդների աճող դժգոհությունը շահարկում են եւ ծառայեցնում են իրենց նպատակներին։ Մամուլն արձանագրում է, որ անկախ դեպքերի ընթացքից խավարասերների շարժումն արդեն մեծ առաջընթաց է գրանցում։ Շաբաթներ շարունակ շարժումն անտեսելուց հետո իշխանությունները ստիպված են բանակցելու ակտիվիստների հետ։ Խավարասերներին հաջողվել է երիտասարդության հարցերը բերել ազգային օրակարգի առաջին պլան։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։